Ողջույն սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես հարցազրույցի եմ հրավիրել տնտեսագետ Աշոտ Մարկոսյանին, ով ներկայացնում է մեր ձևով ժողովրդական շարժումը։ Բարև ձեզ, պարոն Մարկոսյան, եւ շնորհակալ եմ Բարև, հրավերս հարցազրույցի ընդունելու համար։ Պարոն ես եմ Մարկոսյան, շնորհակալ։ տնտեսական կարևոր մի քանի հարցերի եմ ուզում այսօր մեր զրույցի ընթացքում անդրադառնանք եւ իհարկե պիտի սկսեմ, քանի որ դուք մեր ձևով շարժման անդամ եք, շատ կարևոր է անդրադառնալ վերջին օրերին տեղի ունեցած այդ քննարկմանը, երբ մեր ձևով շարժումը ներկայացրեց ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը եւ փաստորեն ինչպես հայտարարվել էր տեղի ունեցավ տնտեսական ծրագրի շնորհանդեսը, որտեղ շատ մանրակրկիտ ձևով մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կետ առ կետ ներկայացրեց այդ 5 կետերը, ինչի մասին հայտարարվեց եւ հետաքրքիրն ու կարեւորը այն է, որ ժողովուրդը բավական հետաքրքրված է այդ ամենով, իսկ դա նշանակում է, որ հարկավոր է խոսել նորից ավելի մեկնաբաներ, որտեղ քննարկումը շատ խտացված էր, բավական մասնագիտական էր եւ ավելի մատչելի ձևով կարծում եմ ժողովրդին հասանելի դարձնելու կարեւորություն, անհրաժեշտություն կա, մանավանդ մեր ձևով ժողովրդական շարժումը քաղաքական հայտ է ներկայացրել եւ ընտրություններին մասնակցության համար եւ այս տեսանկյունից պետք է մեր ժողովուրդը նաեւ հասկանա իր ձայնը տալով մեր ձևով շարժմանը, որը արդեն որպես քաղաքական ուժ հանդես կգա, ինչ է շահելու եւ ինչ տնտեսական փոփոխությունների քայլերի է ականատես լինելու։ Եվ ուրեմն կխնդրեմ հակիրճ պարոն Մարկոսյան ներկայացրեք այդ 5 քայլերը, որոնք Նարեկ Կարապետյանը բնորոշեց այսպես. մեր կյանքը փոխվելու է։ Խնդրեմ, Այո, լսում դուք ճիշտ եք, դուք նշեցիք, որ ժողովուրդը շատ սպասում էր, դուք իրավացի եք, եւ մեր ձևով շարժումը, երբ օգոստոսի 29-ին մեկնարկեց, մենք ասացինք, որ շարժումը մեկնարկում է նրա համար, որպեսզի մենք լսենք ժողովրդի ձայնը, հասկանանք ժողովրդի խնդիրները եւ այնուհետեւ ներկայացնենք մեր անելիքները։ Եվ սա այն վառ օրինակն է, թե ինչպես մենք ժողովրդի ձայնը դարձնում ենք ծրագրեր։ եք։ Հիմա անդրադառնամ 5 կետերին։ Առաջին կետը դա 300,000 աշխատատեղերի ստեղծումն է, շատ առաջին հայացքից ամբիցիոզ, բայց միևնույն ժամանակ իմանալով Սամվել Կարապետյանին եւ ամբողջ թիմի գործունեությունը, իմանալով թե ինչպիսի մասշտաբների մասին է խոսքը գնում, ինչպիսի մասշտաբների գործարարի մասին է խոսքը գնում, 300,000-ը կարծում եմ շատ իրագործելի է թիմի համար եւ մենք դա շատ իրատեսական ենք համարում, չնայած որ ասում են դա իրատեսական չէ, բայց մենք դրա հետ լիովին համաձայն չենք։ 300,000 աշխատատեղերի ստեղծման հիմնաքարերից մեկը լինելու է մեր ներկայացրած արդյունաբերականացման ծրագիրը, այսինքն գործարաններ գրեթե բոլոր շրջաններում, քանի որ գործազրկության հիմնական խնդիրը շրջաններում է, Երևանից դուրս է։ Մարդիկ լքում են գյուղերը, մարդիկ լքում են փոքր քաղաքները, ամեն ինչ կենտրոնանում է Երևանում, իսկ Երևանից էլ մարդիկ լքում են Հայաստանը։ Դրա համար մենք առաջարկում ենք արդյունաբերականացման ծրագիր։ Ունենք խոշոր ծրագրերի պրոյեկտներ, որոնք են առաջին օրինակ պղնձաձուլարանը։ Հայաստանը, ինչպես գիտեք, աշխարհում 3-4% պղնձի պաշարներն ունի, բայց չունի պղնձաձուլարան եւ արտահանում է հում հանքանյութը, որը որ այսպես ասած ավելացված արժեքը տալիս ենք ուրիշ երկրներին, որը որ կարող ենք ստեղծել ներսում եւ արտահանել արդեն պատրաստի արտադրանք, հարստացնելով մեր երկիրը, այլ ոչ ուրիշներին։ Մյուսը նավթավերամշակման գործարանը, որը էլի Հայաստան ներմուծում է կես միլիարդ դոլարից ավել վառելիք, դիզել, բենզին։ Մենք գտնվում ենք Փոթի նավահանգստին մոտ, մենք ունենք մեր հարևան Իրանը, որը որ աշխարհի խոշորագույն նավթարդյունահանող երկրներից է, բայց չունենք նավթավերամշակման գործարան, էլի մենք տալիս ենք ավելացված արժեքը այլ երկրների ներմուծելով նավթամթերքը։ Եվ այսպես շարունակ ամեն շրջանի համար մենք մշակել ենք տարբեր տեսակի արտադրությունների պրոյեկտներ, մեր մտքում ունենք այդ պրոյեկտները, որոնք որ արդեն
իշխանության ստանձնելուց հետո մենք կիրագործենք եւ մեր ժողովուրդը շատ արագ կզգա այդ փոփոխությունների պտուղները։ Առաջինը արդյունաբերականացումն էր, երկրորդը գյուղատնտեսական ապրանքների մթերման կայանները, որը շատ կարևոր է գյուղերի համար, գյուղերի զարգացման համար, մասնավորապես Արարատյան դաշտի գյուղերի համար, քանի որ մեր ժողովուրդը ինչքան էլ շատ տարօրինակ է բոլորիս համար, երբեմն մենք բողոքում ենք, ուղղակի երբ բերքը շատ է, մենք սկսում ենք բողոքել, դա ուղղակի աբսուրդի հասնող բողոք է, այդպիսի բան չպետք է լինի, գյուղացին չպետք է անհանգստանա իր ապրանքի իրացման համար, գյուղացու համար միակ խնդիրը պետք է լինի աճեցնելը վաճառքի հետ, ինքը չպետք է առնչվի, չպետք է մտածի վաճառքի մասին պետք է մտածի մասնագիտացված մթերման կայանը, որը որ կգնի իրենից երաշխավորված գներով, հենց տարվա սկզբին կնքված պայմանագրերով եւ արդեն կարտահանի մեր մոտակա երկրներ։ Երրորդ կետը, որ առաջարկել ենք 0% հարկեր փոքր բիզնեսի համար, այսինքն մեր երկրում կա մոտավորապես 70,000 փոքր բիզնես, բայց իրենց տված հարկերը մոտավոր 2-3%-ն են պետական բյուջեի, իսկ նրանք ապահովում են շատ մեծ սոցիալական հարցի լուծում։ Եվ մենք առաջարկում ենք, որ այս բիզնեսները, որոնք որ մեր տնտեսության սոցիալական մասի, այսպես ասած, ողնաշարն են, նրանք պետք է ազատված լինեն հարկերից, նրանք չպետք է առնչվեն հարկային մարմինների հետ, միայն ծայրահեղ դեպքերում նրանք չպետք է լինեն ահաբեկված հարկային մարմինների կողմից։ Չորրորդը, որ կարող եմ նշել, դա դեղերի գների իջեցումն է, սա մասնավորապես վերաբերում է մեր ավագ սերնդին, ովքեր որ ունեն հաստատուն եկամուտներ թոշակի տեսքով, նրանք շատ տուժում են բարձր գների պատճառով, դեղերի մասով, քանի որ իրենց թոշակի մեծ բաժինը մարդիկ ծախսում են դեղերի վրա։ Առողջության ապահովագրության համակարգը որոշ չափով կարող է մեղմել այս խնդիրը, բայց խնդիրը մեծ է եւ ոչ բոլոր դեղերն են փակվում այս համակարգով։ Եվ հինգերորդ խնդիրը, որը մենք ունենք մասնավորապես Երևանում է շատ սուր այդ խնդիրը, մատչելի բնակարաններ, մասնավորապես երիտասարդների համար, բազմազավակ ընտանիքների համար, Երևանում տան գները կարելի ասել արդեն մոտենում են Դուբայի եւ Սինգապուրի գներին, մի քիչ միգուցե չափազանցնում եմ, բայց պատկերը այդպիսին է, մենք ունենք գրեթե 100%-անոց գնաճ Երևանում տների մոտ այս 7 տարվա ընթացքում եւ հարցը նրանում է, որ մարդիկ ուղղակի չեն կարողանում իրենց համար բնակարան գնել, երիտասարդները հետաձգում են իրենց ամուսնանալը, ամուսնացածները հետաձգում են իրենց երեխաներ ունենալը, քանի որ բնակարանը փոքր է եւ այսպես շարունակ։ Մենք այս հարցը պետք է լուծենք հիմնովին, մարդիկ, ովքեր ցանկանում են տուն ունենալ, պետք է կարողանան տուն ունենալ, պետք է հնարավորություն ունենան տուն ունենալ, բազմանալու, զավակներ ունենալու, ամուսնանալու եւ Հայաստանը ծաղկեցնելու համար։ Այն 5 կետերը շատ կարճ ներկայացրեցի ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Հիմա որոշ բան այսպես փորձենք բացել, ավելի մանրամասնել 300,000 աշխատատեղ գործարանների ստեղծման հիմքով, այսինքն եթե արդյունաբերություն է ստեղծվում, բնականաբար լուծվում է աշխատատեղերի հարցը, գործազրկություն, մարդիկ այլևս Հայաստանից դուրս չեն գա, արտագաղթն է կանգնում, սա մի շղթա է եւ դա շատ կարեւոր է։ Գիտեք, այսպիսի հարց է հնչում. Եթե հնարավորություն լիներ, բա ինչու նախկին 30 տարիների մեջ չի արվել այդ աշխատանքը։ Ես որպես, ասենք, տարիների, այսպես լրագրող դեռ 90-ականներից տեղյակ եմ, բոլորս գիտենք ինչ կատարվեց։ Ամբողջ արդյունաբերությունը, պարոն Մարկոսյան, քանդվեց։ Այսինքն գործարաններ կային, որոնք Խորհրդային Միության քանդումից հետո
կարող էին իրենց կյանքը շարունակել, բայց օրվա իշխանությունները նպատակահարմար գտան, որ այդ գործարանները դադարեն գոյություն ունենալուց։ Գործարանները ուղղակի քանդվում էին, այդ երկաթները եւ այլն տեղափոխվում էին հարևան երկիր, Իրան, հա, մասնավորաբար։ Եվ փաստորեն որևէ կերպ անցած նախկին բոլոր իշխանությունների օրոք, դե ես իշխանության մասին այլևս չեմ խոսում, սրանց քաղաքականությունը մեկ այլ խնդիր է, Հայաստանը բոլորովին այլ դաշտ են տեղափոխում, բայց ինչու չի արվել։ Ասենք, մարդիկ ասում են, եթե գուցե չկար իսկապես հնարավորություն, դուք հետևաբար ինչպես պետք է այդ հնարավորությունը ստեղծեք, փոքր Հայաստանը կարող է ունենալ խոշոր արդյունաբերություն, այսպիսի հարցեր են հնչում, իսկապես հնարավոր է ունենալ խոշոր արդյունաբերություն։ Այո, հնարավոր է, միանշանակ հնարավոր է ունենալ խոշոր արդյունաբերություն եւ խոշոր տնտեսություն։ Հարցը մի քանի պատճառներ ունի ձեր նշած։ Նախ գամ նրանից, թե ինչ է արվել, օրինակ մեր կողմից ինչ է արվել։ Մենք վերջին մի քանի տարիների ընթացքում ստեղծել ենք շատ խոշոր արտադրություններ Հայաստանում, միգուցե եւ առաջինն ենք եղել գործարաններ կառուցելու ծավալով, տաշիր ընկերությունների խումբը, այսինքն մենք նենց չի, որ իշխանության գալով պետք է այս հարցը լուծենք, բայց իհարկե պետական հնարավորությունները շատ ավելի մեծ են ներդրողներ բերելու մասով եւ այլ ինստիտուցիոնալ որոշումներ կայացնելու մասով։ Մենք արել ենք մեր ընկերությունների խմբի, այսպես ասած, բիզնես պլանով առաջնորդվելով, բայց պետական եւ այլ ռեսուրսներին եւ մասնավորապես օրենսդրությանը եւ օրենքներին, տնտեսական քաղաքականությանը զարգ տալով մենք կարող ենք անել շատ ավելին, քան մենք կարող ենք անել որպես ընկերություն։ Այսինքն, ինչ է պետք մեծ խոշոր ներդրումներ բերելու համար։ Առաջին հերթին պետք է շուկա, երկրորդ հերթին պետք է ունենալ ստաբիլություն, պետք է ունենալ կանխատեսելիություն, պետք է ունենալ վստահություն։ Այս բոլոր կետերը կարծում եմ Սամվել Կարապետյանը որպես խոշոր գործարար, որպես բարի համբավ ունեցող գործարար, ինքը վաստակել է այդ ամենը ունենալու հնարավորություն եւ Այսինքն սեփական փորձը հուշելու է Սամվել եւ Կարապետյանին, Սամվել Կարապետյանին վստահելով, կարծում եմ մենք կունենանք բազմաթիվ ներդրողներ, որոնք կուզեն Հայաստանում ներդրումներ անել, մասնավորապես դա խոշոր ներդրումների մասին է խոսքը, իսկ արդյունաբերությունը դա խոշոր ներդրումների մասին է, փոքր ներդրումներով արդյունաբերական համալիրներ կառուցել հնարավոր չէ, դրանք տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, իսկ տասնյակ միլիոնավոր դոլարներ մարդիկ չեն ուզի դնել մի երկրում, որտեղ կարող են մեկ օրվա ընթացքում բիզնես խլել, դատարանները չաշխատել, դատարանները կատարեն ուղղակի մեկ անձի հրամաններ։ Ամենակարևոր հիմնասյուներից մեկը նաև դատարանների անկախությունն է խոշոր ներդրումներ բերելու մասով։ Այսինքն ձեր ասած խնդրեմը ունի բազմաթիվ պատճառներ եւ այդ բազմաթիվ պատճառները հերթով լուծվելով պետք է առաջ ընթանանք եւ ունենանք խոշոր ներդրումներ, քանի որ Հայաստանը վերջին 7-8 տարիների ընթացքում կարելի ասել գրեթե ոչ մի խոշոր ներդրում օտար երկրներ չի բերել։ Ներդրումներից քիչ անց կխոսենք, փաստորեն այդ ամբողջ ծրագիրը, որպեսզի Հայաստանում, այսինքն արդյունաբերությունը աշխուժանա, գործարաններ ստեղծվեն մեծ ու փոքր, դրա համար տվյալ ուժը, ով առաջ է քաշում այդ ծրագիրը, պետք է ունենա իշխանական լծակներ, որպեսզի համապատասխան օրենսդրություն ստեղծվի։ Ես ձեր խոսքից դա հասկացա։ Այսինքն, եթե չկան համապատասխան օրենքներ, դա հնարավորություն չի տա ամենալավ գործարանին կամ ցանկություն ունեցող ներդրողներին մտնել Հայաստան եւ իրականացնել, հա, այդ արդյունաբերական համալիրների ստեղծումը։ Դա է, դա շատ կարևոր Այո, իհարկե, ժամանակ է։ օրենսդրությունը շատ կարևոր է, բայց նաև շատ կարևոր է օրենսդրության հետևելը։ Մենք Այո։ տեսնում ենք, որ մեր ներկայիս իշխանությունները շատ շատ թեթև ձեռքով կարողանում են օրենսդրությունը իրենց օգտին փոխելով բիզնեսներ խլել, տարբեր տեսակի անօրինական միջոցներով,
Եվ ամենակարևոր փաստը դա մեծ ներդրողի համար դա վստահելիության հարցն է, որը որ մենք պետք է լուծենք Հայաստանի վստահելիության հարցը, կարծում եմ շատ-շատ տուժել է վերջին իրադարձությունների պատճառով եւ վերջին անօրինական գործողությունների պատճառով։ Այո, Դա դու ձեր խոսքը դժվար է լինելու վերականգնել, բայց կարծում եմ մեզ կստացվի դա վերականգնել։ Ձեր խոսքը անշուշտ վերաբերում է հեծի շուրջ տեղի ունեցածին, երբ ամբողջ աշխարհն արձագանքեց, տարբեր լրատվամիջոցներ, իրավաբաններ, տարբեր մասնագետներ Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողին։ Կարծում եմ դուք դա եք հենց նկատի Հեծնել է ունենում։ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարում է, հեծը հələ թողենք մի կողմ, հեծը իհարկե շատ լուրջ խնդիր է, վստահելիությունը կառավարության ղեկավարը կառավարության նիստի ժամանակ ասում է գտեք միջոց այդ բիզնեսը փակելու համար։ Հմ, հա, Նման բան ուղղակի շատ դժվար է պատկերացնել քաղաքակիրթ եւ գիտակից կառավարություններում էլի դա ուղղակի աբսուրդին հասնող հայտարարություններ են, որոնք որ մյուս բաները էլ չեմ էլ ասում։ Դա ուղղակի բերեցի մի օրինակ, որը որ հա։ հեծից դուրս էր, չմտածեք, որ հեծը մերն է, դրա համար պաշտպանում ենք Ընդ որում, համատարած խնդիր է։ ես որպեսզի մեր մեր հերոստատիտողը տեղեկացված լինի, թե դուք ինչի մասին եք ասում, դա վերաբերում էր ինչ-որ մի խանութի, իդեպ Այո, առնչություն չունի խանութ Սամվել Կարապետյանի հետ, այո, հազաց խանութին որ մի փակելու խանութ, համար միջոց գտեք։ այո, այո։ Մի ձև գտեք, փակեք այդ խանութը։ Հիմա Եվ ասեց, որ հետևողական է լինելու փակման այո, հարցում, էլի։ Դե այո։ դրանից հետո ներդրողը ոնց պիտի գա, չգիտեմ, դա էլ հարց է։ Ընդհանրապես խանութի մասին էր խոսքը, հեծը Ահա, լսում ենք մի կողմ։ հասկանալի է, բայց եթե գլոբալ ենք վերցնում, եթե աշխարհը տեսնում է, որ բարերարի եւ մեծ հայտնի գործարարի հանդեպ իր իսկ երկրում նման քաղաքականություն է իրականացում, հա, խլելու քաղաքականություն, ուրիշ բառով դժվար է ձևակերպումը տալ, նշանակի ցանկացած օտար ներդրող հաստատ չի ցանկանա գալ։ Եթե մտածում է, որ իր բարերարի հանդեպ այդպես է վարչապետի եւ այս կաբինետը ԿՊՀ-կան վերաբերում բոլոր Դե, հարցերը, ինչպես ասում են, Հեծի սպառված են։ դեպքը դասական ռեկետի Հա, դեպք է 90-ականներին դա եղել է հետխորհրդային տարածքում տարածված ռեկետ է եղել հիմա ոնց որ վերադառնում ենք 90-ականների ռեկետի հմ։ փորձին։ Պարոն Մարկոսյան, ես մի բան եւս հիշեցի այս թեմայից մի փոքր դուրս, բայց շատ կարևոր հետեւյալ առումով խորհրդային միության անկումից հետո մի այսպիսի փաստաթուղթ էր պտտվում հետխորհրդային գրեթե բոլոր բուհերում, այդ թվում Հայաստանի մեր Երևանի համալսարանում եւ որպես համալսարանականներ մենք ծանոթացանք այդ փաստաթղթին։ Այդ փաստաթղթի հիման վրա ցուցում էր տրվում, դա ուղղակի գաղտնազերծվել էր, կարելի ասել այդ փաստաթուղթը, որ հետխորհրդային երկրներում ամեն ինչ պետք է անել, որ չզարգանա տնտեսությունը, արդյունաբերության բոլոր ճյուղերը եւ մասնավորաբար Հայաստանի հետ կապված, որ հիմնականում туриզմը պիտի զարգանա, հա, զբոսաշրջություն, այդ սպառողական, հա, այդ ոլորտը, բայց ոչ արտադրողական ոլորտը։ Սա կարծես քաղաքական այսպես բաներ, որ խորհրդային միության անկումից հետո ընդ որում ասեմ փաստաթուղթը եկել էր արևմուտքից։ Սա շատ հետաքրքիր բան է, երբեմն մեր ներկա հա մասնագետները այդ փաստաթղթի մասին մոռանում են, որովհետև անցած 30 տարում, երբ վերլուծում ենք, մեր երկրի զարգացումը եղել է հենց այդ հենքի վրա։ Տնտեսական կարևոր այդ ճյուղերին զարգացում տալու փոխարեն սպառողական, հա, այսպես փոքր բաներ են կազմակերպել, նաև զբոսաշրջությունն է, հա, փորձի առնում հիմա էր Փաշինյանը խոսում է օրինակ туриզմի զարգացման մասին, բայց չեն խոսում արդյունաբերության զարգացման մասին։ Ինչու եմ սա հատուկ շեշտում, որտեղ հենց ձեր այդ հայտարարությունը 300,000 աշխատատեղ արդյունաբերության ստեղծման հենքի վրա բոլորի մոտ առաջացրել է հետևյալ տպավորությունը, որ մեր ձևով շարժումը գալով լուրջ հեղաշրջում է անելու։ Հեղաշրջում նկատի ունեմ դրական, տնտեսական դաշտում կարևոր դրական քայլ։ Ինչ կասեք այս ծրագրի մասին։ Հետաքրքիր է, երբևէ լսել էիք, որ կա այդպիսի բան է եղել, մտայնություն է եղել, այդպիսի նպատակ է եղել, հա, հետխորհրդային երկրներում իրականացնելու համար արևմուտքից պարտադրված։ Խնդրեմ։ Եթե անկեղծ չէի լսել նման փաստաթղթի մասին, Հա, այն որ տարիքով հա, 90-ականներին երեխա եմ եղել, տնտեսագիտությամբ դեռ չեմ զբաղվել, բայց ձեր ասածը կուսումնասիրեմ, մի հատ տեսնեմ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է туриզմի զարգացմանը, իհարկե туриզմն էլ
շատ պետք է զարգանա մեր երկրում, մենք ունենք շատ բան ցույց տալու արտաքին աշխարհին, ունենք հրաշալի տեսարժան վայրեր, որոնք ուղակի ոչ ոք չգիտի։ Անկամ մեր Այո։ հարևան Վրաստանում, ես այն օրը դա եմ մտածում, մեր հարևան Վրաստանում չգիտեն Հայաստանում ինչ կարելի է տեսնել։ Հայաստանից Վրաստան մեծ հոսք կա տուրիստների, այսինքն Հայաստանը կարծեմ երկրորդ տեղն է զբաղեցնում տուրիստների թվով, բայց Վրաստանից Հայաստան կարելի ասել մարդ չի գալիս։ Մгм. Հարցը ինչու՞։ Պատասխանը ես գիտեմ, մարդիկ ուղակի տեղեկացված չեն, երկրորդը մեր տուրիստական ենթակառուցվածքները վերցրած հենց թեկուզ, չգիտեմ, ասենք զուգարաններից վերցրած մյուս Մгм. տուրիստական ենթակառուցվածքներով վերջացրած, դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին եւ մենք ունենք շատ անելիքներ նաև туриզմի ոլորտում։ Ճիշտ է։ Տուրիզմը չպետք է թերագնահատել, տուրիզմն էլ որպես ծառայությունների ոլորտի առաջատար կարող է նաև Հայաստանում մեծ դեր ունենալ, քանի որ տուրիզմը նաև բերում է Այո։ այլ ենթակառուցվածքների զարգացման ևս։ Ճիշտ եք ասում, փաստորեն խոսվել է туриզմի զարգացման մասին, բայց այդ ոլորտում էլ իրականում ոչինչ չի արվել առ այսօր։ Այո։ Շատ լավ, անցնենք առաջ, երկրորդ ձեր այդ նշած 5 կետերից ամեն դեպքում կուզեմ անդրադառնալ փոքր բիզնեսի, հա, պահով փոքր բիզնեսը չի հարկվելու վարսավիրանոց, կրպակ, հացիփուր եւ այլ չեն հարկվելու ժամանակ է պետք տալ, որպեսզի դրանք զարգանան։ Սա Նարեկ Կարապետյանի խոսքից մի փոքր հատված էր եւ այսօր առավոտյան եւս պարոն Կարապետյանը մի փոքր այսպես տեսա հոլովակով հանդես եկավ, որտեղ նշեց, որ շատերը հարց են տալիս, ամենակարևոր հարցերից մեկը այդ երկրորդ հարցին է վերաբերվում, որ Սամվել Կարապետյանը որոշել է փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ազատել հարկերից եւ Նարեկ Կարապետյանը հնչեցնում է, որ այո, ճիշտ է, Հայաստանում գործող բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչները ազատվելու են հարկերից։ Ես ինքս իմ շրջապատում եւս մարդիկ կային, որոնք փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են, շատ են զարմացած, պարոն Մարկոսյան, ասում են այդ ո՞նց։ Եվ նաեւ ուզում են հասկանալ, արդյոք դա ճիշտ է, արդյոք քայլը մի քիչ կներեք, բառը պիտի ասեմ, նախընտրական չէ, հա, ինչպես համարում են պոպուլիստական, մենք դեռ այդ թեմային կանդրադառնանք իհարկե, ՔՊ-ի կողմից տրվող որակումներին, բայց դուք պատկերացնում եք, հա, այդ հայտարարության ընթացքը, ես կխնդրեմ նաև դուք ներկայացնեք, թեպետ Նարեկ Կարապետյանը բավական հանգամանալից եւս հանդես է եկել, ձեր կարծիքը եւս խնդրեմ։ Այն ինչ մենք ներկայացրել ենք, եւս մեկ անգամ կրկնեմ, դրանք մենք 10 անգամ չափել ենք, նոր մեկ անգամ կտրել։ Այսինքն այն ինչ որ մենք ասել ենք, Ըհը, ամբողջովին իրագործելի է մեր թիմի կողմից եւ մենք ամբողջը ինչ ասել ենք, պետք է անենք։ Այսինքն այս կառավարության նման չեն գրելու սիրուն բառեր, սիրուն ծրագրեր եւ այլն եւ ոչ մի կետ չիրականացնենք ըհը, 7 տարիների ընթացքում ոչ մի կետ չեն իրականացրել իրենց ծրագրից եւ մեզ են ասում պոպուլիստ։ Բայց ինչպես ասացիք, կվերադառնանք այդ ըհը, հարցին։ Ինչ վերաբերում է 0% հարկերին, հենց ձեզ հարցնեն եւս մեկ անգամ փոքր բիզնեսի ներկայացուցիչները, այդ ինչպես, կասեք հենց տենց։ Այսինքն մենք անելու ենք 0% շրջանառության հարկ փոքր բիզնեսի համար։ Իսկ ո՞նց ենք դա անելու։ Մեր երկրում կա մոտավորապես 70,000 փոքր բիզնեսի ներկայացուցիչ, փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչ, որոնք որ ապահովում են շատ լուրջ սոցիալական խնդրի լուծում։ Այսինքն ընկերություններ, որտեղ աշխատում են 2-3 հոգի մարդ, իրենք ապահովում են մեծ սոցիալական խնդրի լուծում աշխատատեղերի մասով։ Բայց նրանցից ստացված եկամուտները մեր պետական բյուջեի վրա ընդամենը 2-3%-ն են։ ըհը, Այսինքն այդ մարդկանց ազատելով հարկերից մենք ոչ միայն խթանում ենք տնտեսությունը եւ դրանով նաեւ ածանցյալ բերում ենք այլ եկամուտներ պետական բյուջե, այլ մենք որպես առաջին կետը, որ նշեցի, խոշոր ներդրումներ բերելով, նաև ապահովելու ենք ոչ թե 2-3% պետական բյուջեի աճ, այլ տասնյակ եւ բազմաթիվ տոկոսների աճ պետական բյուջեի։
Այսինքն այդ 2-3%-ից զրկվելով պետական բյուջեն, չակերտավոր զրկվելով, քանի որ ածանցյալ նա ունենալու է շատ ավելի մեծ եկամուտներ դա ազատելով, մենք ունենալու ենք շատ արագ զարգացող փոքր եւ միջին բիզնես։ Իսկ փոքր եւ միջին բիզնեսը բոլոր երկրներում, զարգացած երկրներում դա տնտեսության ողնաշարն է։ Իհարկե, խոշոր բիզնեսը եւս շատ կարեւոր է, բայց փոքր եւ միջին բիզնեսը հատկապես սոցիալական խնդիր լուծելու առումով դա տնտեսության ողնաշարն է։ Հա, իսկապես, աղքատությունը հաղթահարելու տեսանկյունից փոքր բիզնեսին հարկերից գոնե հնարավորինս ազատելը, այսինքն այդ Այո, բիզնեսը, որ շնչեց, այո, աղքատության այդ խնդիրը ներ կլուծվի, էլի։ բացի փուռը պետք է Հա, հարկայինի պատճառով չփակվի։ Վարսավիրանոցը հարկայինի պատճառով չպետք է փակվի։ Չգիտեմ, մ, տուրիստական գործակալությունը չպետք է փակվի հարկայինի պատճառով։ Դա ուղղակի հարված է մեր ազգային անվտանգությանը, մեր ազգային շահերին եւ ընդհանրապես մեր տնտեսության զարգացմանը։ Հարկայինը չպետք է պատճառ հանդիսանա բիզնեսների փակման համար։ Իսկ այսօր Հայաստանում մենք ունենք այդ պատկերը՝ հարկային տեռոր, քրեական գործեր տարբեր ոլորտներում եւ ուղղակի մարդիկ ահաբեկված են հարկային համակարգի պատճառով։ Պարոն Մարկոսյան, բայց ուզում եմ հետաքրքիր էր, էլի ինչու դա չընկալվեց ժողովրդի կողմից։ Եվ մարդիկ շատ հաճելիորեն իհարկե զարմացած են, դա պիտի նշել, հա, շատ լավ է, մարդիկ լավ են զգում իրենց, որ նման հայտարարություն անում, բայց միաժամանակ ինչու չընկալվեց։ Ես ինչու եմ սա շեշտում, որովհետև հենց նույն օրը, քննարկման օրը, օրինակ Հրանտ Բաքրատյանը դա ասաց, ես դա չեմ ընդունում։ Էլի տնտեսագետի հետ եմ խոսել, որն ասում է, չէ, ոնց կարելի է փոքր բիզնեսը ազատել հարկից։ Անկամ փոքր բիզնեսի ներկայացուցիչը, իդեպ ով Արցախցի էր եւ մեր հարգարժան լրագրողներից էր Աննան, բարձվեց ինքը փոքր բիզնես է անում եւ ինքը եւս զարմացած էր, հետո երբ որ խոսեցինք, ինքը արտահայտեց իր այդ զարմանքը, նորից եմ ասում, հաճելիորեն զարմանալով մարդիկ միաժամանակ կարծես չեն ընկալում։ Մասնավորաբար, օրինակ, պան Բագրատյանը, հակադարձումը ո՞րն է։ Գիտեք ոնց, այստեղ հակադարձումը օրինակ պարոն Բագրատյանի կողմից երևի թե ավելի շատ այսինքն չտալ արտոնություններ մի խմբի եւ Ա, մյուս խումբը դրանից տուժի, բայց հարցը նրանում է, որ ինչպես նշեցի, մենք սոցիալական խնդիր լուծելու հարցեր ունենք այստեղ եւ փոքր բիզնեսը դրա լավագույն միջոցներից մեկն է։ Իսկ չընկալելու պահով, ճիշտն ասած, չեմ համաձայնի ձեր հետ, որ մարդիկ չեն ընկալում, չեն համաձայնում դրա հետ, հաճելիորեն զարմացած են եւ մարդիկ չեն մտածում, որ պետությունը կարող է ինչ-որ լավ բան անել, դրա համար զարմանում են, բայց այո, պետությունը անելու է լավ բան եւ նրանց ազատելու է հարկերից։ Վարսավիները հարկ չեն մուծելու, փուռը հարկ չի մուծելու եւ մնացած փոքր բիզնեսները հարկ չեն մուծելու։ Դա մարդիկ պետք է իմանան եւ հավատան դրան, քանի որ մարդիկ շատ են խաբվել վերջին տարիներին, բազմաթիվ տարիներ շատ են խաբվել, դրա համար չեն հավատում, շատ սկեպտիկ են մոտենում ցանկացած հայտարարության, որը արվում է պետական համակարգի լավարկելու առումով ինչ որ բաներ լավարկելու, քանի որ միշտ վատացել է, դրա համար սկեպտիկ են մոտենում, բայց ես կփարատեմ իրենց վատատեսությունը եւ կասեմ եղեք լավատես, այո, դուք մուծելու եք 0% հարկ։ Իդեպ վատատեսությունը իր լուրջ հիմքերն ունի։ 2018-ին այնքան խոստումներ շռայլորեն ստացավ մեր ժողովուրդը, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա, մնացին դարակներում եւ կատարվեցին բաներ, որոնց մասին ընդհանրապես չէր ասվել, թե անվտանգային տեսանկյունից, թե մեր երկրի տարածքների տեսանկյունից, թե տնտեսական առումով, որ հիմա մարդիկ իսկապես վհատված են, հուսահատված են, ասովին էլ հայտնի խոսք կա, ասովին լսող է պետք, բայց այս դեպքում ասովին չեն լսում, որովհետև վստահության լուրջ անկում կա իշխանությունների բազմաթիվ խոստումների տրված եւ չկատարված խոստումների պարագայում, այնպես որ հասարակությունն էլ էլի մեղավոր չէ, որ չի Համաձայն եմ ձեր հավատում հետ, ձեր հայտարարությանը։ մարդիկ, այո, շատ են խաբվել, Ահա, մարդիկ լսել են մի բան, ստացել են ամբողջովին այո։ հակառակը, 180 աստիճան հակառակը, ինչ ասել են 180 աստիճան հակառակն են արել, դրա համար մարդիկ ուղղակի սկսել են չհավատալ պետական համակարգին եւ ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվողներին,
բայց մենք եւս ասում ենք, որ մարդիկ շատ են դժել քաղաքականությամբ զբաղվողներից, դրա համար մենք ասում ենք մեր մոտեցումը ոչ թե որպես քաղաքականությամբ զբաղվողներ ենք ասում, այլ ասում ենք որպես խոսքի տեր մարդիկ, իսկ Սամվել Կարապետյանը ինչ ասել արել է, ընդհանրապես զուգահեռներ անցկացնել ներկայիս կառավարության հետ, ինձ թվում է տեղին չի, Համաձայն։ եթե Սամվել Կարապետյանը ասում է, որ այսինչ բանը կարվի, մենք թիմով 24 ժամ պետք է աշխատենք այնպես, որ այդ բանը արվի։ Դրա համար Մгм. կարծում եմ մարդկանց մոտ քայլ առ քայլ վստահությունը կմեծանա։ Շատ լավ է դա իհարկե։ Անցնենք առաջ, պարոն Մարկոսյան, ներդրումներ։ Մենք արդեն որոշակի չափով խոսեցինք ներդրումների մասին եւ կարեւորության մասին, հա, հենց առաջին կետով այդ խոսելով գալիս ենք, որ բոլոր տեղերում կան էլի ներդրումներ, առանց դրա չի կարող լինել։ Նարեկ Կարապետյանը քննարկման ժամանակ հայտարարեց եւս հետեւյալի մասին, որ Հայաստանի Հանրապետության ամենամեծ ներդրողին կալանավորել են բիզնեսն են վերցնում, գործող վարչապետի քայլերը ներդրողների վստահությունն են նվազեցրել։ Սա եւս այս մասին եւս մենք խոսեցինք, թե ինչ վտանգներով է հղի, այո, այդ ամբողջ գործընթացը, որ վերջին ամիսներին մենք տեսանք։ Եվ մասնագիտական շրջանակներն էլ են դա ասում, այնպես չէ, որ միայն Նարեկ Կարապետյանն է ասում կամ մեր ձևով շարժումը։ Բոլոր տնտեսագետները հստակ ասում են, Փաշինյանի կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ վարվող քաղաքականությունը ներդրումները փախցնելու, ներդրումները Հայաստանից հեռացնելու ամենաայսպես լավ տարբերակն է։ Բայց տեսեք, մենք հակառակ կողմին եւս խոսքերը լսում ենք, խոսքս հենց նույն Փաշինյանի մասին է, պնդում է հետեւյալը, որ բազմաթիվ ներդրողներ անհամբեր սպասում են Հայաստանում ներդրումներ անելու համար։ Վերջերս լրագրողներից մեկն էլ Ֆիննախի, հա, ասուլիսի ժամանակ ասաց, կասեք այդ ովքեր են էլի այդ դռները կոտրում Հայաստանի, մենք էլ իմանանք մի քիչ ուրախանանք։ Հիմա այդ իսկապես կա այդ բանը, թե այդ հերթական այդ ստերի շարքից է, այսպես ասեմ, Հա, ուրիշ բան չես կարող էլի Երևի, ասել։ երևի հա հերթի տալոնը քաշել են, տենց հերթում կանգնել են, մինչև հերթը կհասնի կան ներդրում կանեն։ Ճիշտ ասած, ը, էլի գործով պետք է նայենք, Ահ, ուղակի ներդրումները Հայաստանում, օտարերկրյա ուղակի ներդրումները Հայաստանում ընկել են ոչ թե ձորերը, այլ գետնի տակ են իջել։ Օտարերկրյա ներդրումները անցյալ, 2024 թվականի տվյալներով մոտավոր 140 միլիոն դոլար էին, այն դեպքում, որ հարևան Վրաստանում դա 1,5-2 միլիարդ դոլար է լինում տարեկան օտարերկրյա ներդրումները։ Դրա համար խոսել ներդրումներ բերելուց մի քիչ ըհը, ծիծաղելի է ուղղակի, այն դեպքում, երբ մենք ունենք հարավային, նայեք, հեցի դեպքը շատ ունիկալ դեպք է, նաև աշխարհի մակարդակով է ունիկալ դեպք, նման խլելու պրակտիկա, երևի թե մի քանի հարավամերիկյան դիկտատուրաներում է եղել նման դեպք, երբ խլել են պետական մոնոպոլիաները, ըհը, եւ այդ դիկտատուրաները դե գիտենք ինչ վիճակում են, դիկտատորներն էլ ինչ վիճակում են հայտնվում հետո։ Դրա համար ներդրումների առումով շատ դուժել է մեր ներդրումային միջավայրը եւ ներդրումային գրավչությունը եւ վստահելիության հարցը, որը որ շատ բարդ է լինելու վերականգնել այս կառավարությունից հետո, բայց մենք կփորձենք բավականին արագ եւ շատ հաստատակամ քայլերով դա անել, իրոք ասում եմ շատ է դուժել, քանի որ միջազգային դատարանների որոշումներն անգամ այս կառավարությունը չի հարգում, դա ուղղակի ունիկալ դեպք է եւ միայն հատուկ է դիկտատուրաներին, որոնք որ թքած ունեն ամբողջ միջազգային իրավունքի վրա։ Դա ունիկալ ըհը։ երևույթ է ամբողջ աշխարհի համար։ Այստեղ իհարկե այդ իրեն կներեք այդ բառի համար ամեն դեպքում թքած ունենալը մի քիչ այլ կարծում եմ պատճառներ նաև ունի, իրենց կանաչ կամ չգիտեմ ինչ լույս է տրված, մենք տեսնում ենք, չէ, քաղաքական նպատակների ծրագրերի իրականացման համար լռում է միջազգային հանրությունը,
եւ Փաշինյանին տրված է այդ հնարավորությունը, որ ինքը ինչ ցանկանա կանի Հայաստանում իրավական հարթության մեջ եւ կլռեն իրենք համր են լուր են հիմա, քանի որ այդ ծրագիրը մեծ աշխարհքաղաքական ծրագիրը Փաշինյանը պետք է իրականացնի։ Դառնալով ներդրումներին, տեսեք Փաշինյանը ինչ հիմքով է դա ասում, որ թրիփի գործարկման հետ է ասում է դա կապված։ Ես այստեղ ունեմ հետևյալ մտավախությունը նաև պարոն Մարկոսյան, հիմա կուզեմ բարձրաձայնել, չեք կարծում, որ ինքը որ ասում է այդ մեծ ծավալի ներդրողներ են լինելու, իսկ արդյոք դրանք չեն լինի ադրբեջանցիներ, թուրքեր, թուրքական կազմակերպություններ, որոնց քաղաքական նպատակն է Հայաստանը նաև տնտեսապես կլանել։ Տնտեսապես կլանեցին, մեր պետությունը իրանք ամբողջությամբ կոչնչացնեն թրքացման գործընթացը նաև տնտեսական հարթության մեջ է, չէ՞, տեղ ունենում։ Իդեպ հեծի հետ կապված էլ այնպես չէ, որ իրենք այդպես շտապեց հանձնաժողովի անդամները գնացին Թուրքիայում հանդիպումներ ունեցան։ Այսինքն մենք այդ իրավիճակը կարող է, չէ՞, տեսնենք։ Այսինքն ինքը ուղղակի գիտի, որ կարող են գալ թուրքական լիքը ներդրողներ։ Եվ նորից մենք կանգնենք հետևյալ փաստի առաջ, երբ մեր ազգային ներդրողը, ազգային գործարարը կհայտնվի վատ վիճակում, փոխարենը եթե իհարկե մնա այս իշխանությունը ընտրություններից հետո ամբողջ դաշտի տերը կդառնան թուրքական ներդրողները։ Կասի ներդրում են բերել, չէ՞։ Դե մենք տեսնում ենք արդեն տենդենսները դրա, Այո, նույն ինքը ադրբեջանական նավթի գնումը, որը որ էլի միակողմանի, այսինքն մենք ոչինչ չենք վաճառում Ադրբեջանին, նրանցից գնում ենք նավթ, այդ նավթը գնվում է դառնում է շահույթ, շահույթը գնում է Ադրբեջանի բանակ, Ադրբեջանի բանակը զինվում է, իսկ ում դեմ է զինվում, բնական է։ գիտենք բոլորս։ Այսինքն Հայաստանի սպառողները ֆինանսավորում են ուղիղ ադրբեջանական բանակը։ Իրենք էլ երբ որ ասում են ներդրողներ ենք բերելու, իհարկե չգիտեմ ինչ պայմանավորվածություններ ունեն, մի քիչ իրանց պայմանավորվելու հատկությունների մասով շատ կասկածներ ունեմ, բայց միգուցե ուղղակի ասում են, բայց դուք ճիշտ եք, միգուցե եւ նրանց խոստացվել է, որ այսինչ կետերը անելու դեպքում մենք ներդրողներ կուղարկենք Հայաստան, կասենք ներդրումներ կանեն, եւ Ադրբեջանը եւ Թուրքիան ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, իրենց կարող են թույլ տալ փակել Հայաստանի փոքր շուկան եւ որոշակի ներդրումներ ցույց տալով բերել վիճակագրության աճի, իհարկե այստեղ արդեն հարց է առաջանում որակական մասով, թե ովքեր են այդ ներդրողները եւ ինչ քաղաքական հետևանքներ են ունենալու այդ ներդրումները։ Ես կխնդրեմ նաև դեղերի հարցին անդրադառնալ գների հնարավորիչեցման հետ կապված, սրա հետ կապված էլ ես իմ շրջապատում շատերը ցանկացան ավելի մանրակրկիտ իմանալ այս մասին, ընդ որում մենք մի տեսանյութ էինք պատրաստել կենտրոնի բնակիչներից մեկը, ուղղակի հենց եկեղեցի մուտքի մոտ Սուրբ Սարգսի այդ միջոցառման այդ պատարագի ժամանակ էր, խնդրեց ինձ գալ իրենց բնակարան, ապրում են քրոջ հետ շատ սարսափելի ծանր վիճակում, բազմաթիվ հիվանդություններ ունեցող մարդիկ են եւ ինձ ցույց էր տալիս հատ-հատ, թե ինչ խայտառակ վիճակ է, երբ ինքը գնում է առողջապահության նախարարություն, գնում է համապատասխան հայ այդ ծառայությունները բոլոր տեղերից մերժում են, ունենալով բան թոշակառու են եւ այլն հիվանդություններով հանդերձ, այսինքն ասում է չկան Հայաստանում այն դեղերը, որոնք այսինքն ավելի ճիշտ ձևակերպեմ, հա, իր ասածը, անվճար չի տալիս պետությունը մեր նման ասում են մարդկանց շատ կարևոր դեղերը։ Այն սովորական դեղերն են տալիս, որոնք էժան են, տալիս են, հա, անունը դնում են անվճար տալիս ենք, բայց իրականում են կարևոր դեղերը, որոնք ասում են պետք են մեզ տարբեր մեր հիվանդությունների համար, դրանք շատ թանկ են։ Եվ հենց դրանք է, որ չեն տրվում նաև որպես արտոնություն։ Եվ քանիցս այդ մարդը դիմել է առողջապահության նախարարին, զրո արձագանք, զրո վերաբերմունք, նույնպիսի անտարբերություն կառավարության մուտքի մոտ է գնացել, փորձել է վարչապետին տեսնել։ Այսինքն մենք ունենք խնդիր, որ եթե տրվում է անվճար, ուրեմն տրվում է այն բավական էժան դեղերը, թանկ դեղերը, որոնք օգտակար են առողջության համար, բացարձակապես այս պետությունը արտոնություններ չի տալիս։ Ինչ կասեք, ընդհանրապես ձեր ծրագիրը ինչ է դեղերի հետ կապված, խնդրեմ։ Նայեք, դեղերի մասով մենք Հայաստանում ունենք գլոբալ խնդիր, դեղերի գների մասով ի նկատի ունեմ,
երբ որ մենք Վրաստանի օրինակը այս խոսակցության ընթացքում շատ բերեցի, բայց քանի որ համադրելի երկրներին դրա համար եմ շատ բերում այդ օրինակը, նույն Վրաստանում, օրինակ Հայաստանից որ գնում են Վրաստան туриզմի նպատակով, բոլորը գրեթե ուզում են այնտեղից դեղ բերել իրենց հետ, որովհետև Հայաստանում եւ Վրաստանում դեղերի գների տարբերությունը շատ մեծ է։ Մենք ուսումնասիրել ենք Վրաստանի փորձը եւ Հայաստանում նույնպես գտնում ենք, որ դեղերի գների կարգավորման մասով մենք կկարողանանք դա ներդնել, քանի որ դեղերը ունեն շատ սոցիալական հետևանք, դեղերի գները ունեն շատ մեծ սոցիալական հետևանք։ Դեղերի հիմնական սպառողները 50 անց, 60 անց մարդիկ են, ովքեր որ նաև պետական հոգացության ներքո պետք է լինեն եւ թոշակ են ստանում, նպաստ են ստանում եւ մեծ գումար ծախսելով դեղերի վրա, նրանց ուղղակի առօրյա ուտելու փող չի մնում, սննդի փող չի մնում մարդկանց մոտ, քանի որ դեղերը 50-60%-ը անգամ ամբողջ թոշակը տանում են։ Դրա համար շատ կարևոր է դեղերի գները, մենք հասել ենք առնվազն 20%, դա մեր այսպես ասած մինիմալ շեմն է, որ մենք պատրաստվում ենք իջեցնել։ Իհարկե չենք անելու դա արհեստականորեն, բայց դա անելու ենք շուկայական մեթոդներով, որը որ կբերի դեղերի գների նվազեցման եւ կլուծի որոշ չափով մարդկանց սոցիալական խնդիրը, այսինքն թոշակառուների մոտ որոշ չափով կազատվի ազատ միջոցներ կունենան այդ իրենց մյուս հարցերը լուծելու համար։ Ինչպես ասացիք, դեղերը, որոնք տրվում են պետության կողմից, այժմ էլ հիմա տրվում են առողջության ապահովագրության միջոցով, դրանք սահմանափակ անվանացանկով դեղեր են, որոնք որ իհարկե լավ է, որ տալիս են, բայց ինչպես ասացիք, դրանք չեն լուծում այդ ֆինանսական խնդիրը, որը որ ավելի թանկանոց դեղերի մասով է գալիս։ Այո, այսինքն թանկ դեղերը չեն տրվում անվճար, տրվում են բավական մատչելի դեղերը։ Անցնենք առաջ, շատ լավ է, որ դեղերի հետ կապված նաև կետ կար, ասեմ, որ սա իսկապես շատ-շատ թոշակառուների ուշադրությունն է գրավել եւ հուսանք, որ իշխանություն լինելու դեպքում դուք անպայման կկատարեք այդ տրված ձեր 5 կետերից մեկը խոստումը Մենք դեղերի հետ բոլոր կապված։ կետերը իրականացնելու ենք, մենք չենք գրել չիրականացնելու համար։ Հա, իդեպ Նարեկ Մենք գրել ենք Կարապետյանը ցույց տվեց իրականացնելու այն, համար։ հա, խոսման ընթուղթը, չէ, Այո, որ կգաք եւ կասեք, եթե չեք կատարել, ապա մենք հերթով դրան պատասխան կտանք։ Լավ, հիմա անցնենք առաջ եւ ի վերջո շատ կարեւոր է երիտասարդներ, մեր երիտասարդները որպեսզի ամուսնանան, նրանք պետք է ունենան իրենց գլխի վերևում ծածկ, պետք է ունենան իրենց բնակարանները եւ սա եւս շատ կարեւոր հարց է, սա ժողովրդագրական ուղղակիորեն առնչվում է ժողովրդագրության հետ, ուղղակիորեն առնչվում է արտագաղթի կանգնեցման հետ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, չէ, այսպես, այսինքն Ալիևի հրահանգով կատարվելիք ծրագրերից մեկը, եթե Աստված ոչ անի իրականանան, 300 եւ 1000 եւ ավելի ադրբեջանցիներով լցվելու է Հայաստանը, իսկ իրենք բազմազավակ ընտանիքներ ունեն, մեր փոքր հայրենիքը, շատ արագ մենք հայերս մեր երկրում կդառնանք փոքրամասնություն, այս ահազանգը արդեն վաղուց հնչում է եւ սրա դեմը պիտի առնել նախ որ առաջին հերթին թույլ չտալ թշնամական պետության այդ հրոսակախմբերը մտնեն Հայաստան, այսպես ասեմ, որտեղ դա ուղղակի մեր համար իսկապես հրոսակախմբերի մուտք կլինի, քանի որ ուղղակիորեն մենք կդառնանք, մենք այլևս մեր հայրենիքի, մեր երկրի տերը չենք լինի։ Եվ դրա համար ինչ անել, որ երիտասարդը մնալու համար, արդեն խոսեցինք, գործարաններ եւ աշխատատեղեր են պետք, մնալու համար նաեւ գլխի ծածկ է պետք, այսինքն բնակարան։ Բնակարանային տարբեր ծրագրեր եղել են անցած տարիներին, հիմա էլ այդ եկամտահարկի պահով են անում, ինչ որերի ծրագրեր կան, ձեր ծրագիրը ինչով է տարբերվելու։ Իդեպ ասեմ,
շատ կարևոր մի շեշտադրում արեց նաև Նարեկ Կարապետյանը իր խոսքում, որ մարդիկ հիպոթեկով, հա, վարկերով վերցնում են, հետո մի ամբողջ կյանք աշխատում են, որ փորձեն այդ վարկերը փակել։ Ստացվում է երիտասարդը կյանք էլ չի վայելում, հա, մեր ինչպես ասում են, ջահելությունը, ընտանիքները փոխանակ կյանք վայելեն, իրենց երեխաների կրթական տարբեր հարցերով զբաղվեն, ամբողջ կյանքում իրենց այդ ստացած փոքր եկամուտը ներդնում են հիպոթեկը փակելու համար։ Լավ, այս ո՞նց է հնարավոր դա անել։ Այսքան շենքեր են կառուցվում, ես չգիտեմ ովքեր են առնում։ Դե երևի նույն վարկերի տարբերակով ճռռում են վարկերի տակ, որպեսզի կարողանան բնակարան գնել։ Դուք, եթե այսպես հակիրճ ներկայացնելու լինեք եւ ավելի մատչելի, ինչ ծրագրեր եք այս առումով պատրաստվում իրականացնել, խնդրեմ։ Այո, ինչպես նշեցիք, բնակարանների հարցը շատ լուրջ դեմոգրաֆիկ Այո, հարցի լուծման բանալիներից մեկն է, եւ էժան բնակարանը նաև խթան է մարդկանց ամուսնանալու, շատ երեխաներ ունենալու համար։ Մենք իրականացնելու ենք այդ ծրագիրը տարբեր մեթոդներով, մի մեթոդով չի լինելու, բայց օրինակ բերեմ մի մեթոդը, օրինակ պետությունը պետական սեփականություն հանդիսացող հողերը տրամադրելու է անվճար հիմունքներով շինարարական ընկերություններին, դա ծրագրի մեկ բաղադրիչներից մեկն է, տալու է մեր շինարարական ընկերություններին պայմանով, որպեսզի նրանք որոշակի քանակությամբ բնակարաններ տրամադրեն էժան գներով կամ ամբողջ շենքը էժան գներով, իհարկե ինքնարժեքի հաշվարկի հիման վրա, բայց որոշ էժան գներով, այսինքն ոչ այն սինգապուրյան գներով, որոնք որ հիմա մենք ունենք Երևանում, մենք ունենք մոտավորապես 100%-անոց 100% գնաճ Երևանի անշարժ գույքի համար, որը որ ֆիքսված եկամուտ ունեցող աշխատավարձով ապրող մարդկանց համար ուղղակի չի թույլ տալիս նրանց ունենալ իրենց սեփական բնակարանը։ Դա մեթոդներից մեկն է եւ կարծում եմ բավականին մեծ ազդեցություն կունենա։ Հետո անշարժ գույքի մասով եւս նշեմ մի փաստ եւս սեյսմակայունության եւ ռենովացիայի մասով, որ մենք ուզում ենք իրականացնել մասնավորապես Երևանում, որովհետեւ մենք ունենք բավական մեծ խնդիր սեյսմակայունության առումով եւ ունենք խնդիր նաեւ հին շենքերի վերականգնման առումով, դրանք եւս պետք է աչքաթող չանել եւ այդ խնդիրները օր առաջ պետք է լուծվեն։ Եվ վերադառնալով նաև մատչելի բնակարանի ծրագրին, մենք նշել ենք 20,000 բնակարան, դա էլի նշեմ, որ այն նպատակային ցուցանիշն է, բայց դրանից հնարավոր է եւ անցնել, որպեսզի մեր երիտասարդները բնակարանի պատճառով չհետաձգեն իրենց ամուսնանալը, չհետաձգեն իրենց երեխաներ ունենալը, կամ բնակարան մեծացնելու խնդիր չունենան, եթե ուզում են բնակարանը փոքր է, ուզում են մեծացնել, որ շատ երեխաներ ունենալ, բազմազավակ ընտանիքները պետք է այդ հնարավորությունը ունենան եւ մենք ստեղծելու ենք այդ հնարավորությունը մեր երիտասարդների համար։ Շնորհակալ եմ եւ շատ նաև ուրախալի է, որ անդրադարձաք սեյսմակայունության խնդրին։ Այո, ես երբեմն սարսափում եմ անցնելով այդ նորակառույց բարձրահարկ շենքերի մոտով 18 հարկանի շենքեր Երևանին երբեք չի թույլատրվել ճիշտ ասած նման մեծ հա բարձրության շենքեր կառուցել սեյսմակայուն հենց խնդիրը նկատի ունենալով, բայց փաստորեն բիզնես է։ Այսօր ԿՊ-ն զբաղված է շինարարական, հա, երևի այս մեծ բումը բիզնես է եւ մարդիկ փոքր տարածքի մեջ մեծ այսպես գումարներ են աշխատում առանց մտածելու, թե դա ինչ ողբերգական կարող է հետևանքներ ունենալ եւ շնորհակալ եմ, որ դուք այդ մասին անդրադարձաք Հիմա սեյսմակայունության։ Երևանում շին թույլտվությունները, չգիտեմ, մեկը մի 100 քառակուսի հող է գտնում, դրա վրա շենք են կառուցում, հաշվի չառնելով շրջակայքը, հաշվի չառնելով ենթակառուցվածքները, ճանապարհները, կոյուղիները, հետո սարքում են շենքը, նոր հետո ամբողջ փողոցը քանդում են, արդեն հասկանում են ոնց անցկացնեն ենթակառուցվածքներ եւ շենքեր էլ կան ընդհանրապես անլուծելի է,
որովհետև խնդիրը այնքան մեծ է, որ ուղղակի հնարավոր չի ենթակառուցվածքներ ունենալ, մասնավորապես, չգիտեմ, գազ, կոյուղի, ջուր, այսինքն այդ ամեն ինչը ոչ հաշվարկված, ոչ պլանավորված, շենքերի տեսքը մեկը մի ձև է, մեկը մյուս ձև է, մի հատ ճարտարապետական տեսք չունեն, Այո, այս ամեն հարցը սա ուրբանիստիկա կոչվող գիտություն կա, որը որ մեր Երևանում երևի թե տեղյակ չեն շատերը, որ նման բան կա, կա Երևանի կառավարմամբ զբաղվողները, ուրբանիստիկա գիտությամբ կարելի է զբաղվել եւ Երևանին գոնե իր տեսքը վերադարձնել, քանի որ մենք նաև туриզմի համար է դա շատ կարևոր ունենալ այո, գեղեցիկ քաղաք, գեղեցիկ շենքերով եւ հարմարավետ ամենակարևորը, ոչ թե քաղաք ունենալ, որտեղ շնչահեղձ ես լինում այն ծխից, որը որ բոլորը այո։ շնչում են Երևանում։ Իդուր չէ, որ այս իշխանության օրոք հիմա լուրջ խնդիր է Երևանի օդի խնդիրը, ինչ վերաբերում է այդ ինչ որ ասեցիք այդ ծրագրերից տեղյակ լինելու մասին, ես չեմ կարծում, որ Տիգրան Ավինյանը դրանցից տեղյակ է կամ իր շրջապատում կան լուրջ մասնագետներ, կամ էլ ուղղակի բիզնեսը խեղդում է մարդկանց, որ առանց հաշվի առնելու սեյսմիկ հանգամանքը այդչափ բարձրահարկ շենքեր են կառուցվում, շենքերի սարեր են, այսպես լեռներ են ավել, ճիշտ այսպես իրար կողք կանգնած եւ պատկերն է աղճատվել մեր մայրաքաղաքի, տեսքն է աղճատվել թամանյանական Երևանից բան չեն թողնում։ Լավ, անցնենք առաջ, պարոն Մարկոսյան, եւ նաեւ եզրափակենք 2018-ին, երբ այս իշխանությունը գունավոր հեղափոխությամբ գալիս էր, այս թիմը, Փաշինյանը գիտեք ինչ էր հայտարարում, որ իշխանության օրոք արտոնյալների թիվը 0 կլինի։ Իր իշխանության, ես բառացի մեջ բերում եմ, 2018-ին խորհրդարանում իր հայտարարած միտքներ արտոնյալների առումով մեր իշխանության օրոք դա 0 թիվ է լինելու արտոնյալները։ Բայց փաստորեն ժամանակը ցույց տվեց, որ ինչպես տարբեր հարցերում բազմաթիվ խոստումներ չկատարվեցին, այդ թվում նաև այս խոստումը չկատարվեց եւ դրա ակնհայտ փաստին ականատես եղանք վերջերս, երբ չէր հրապարակվել, բայց լրատվամիջոցներից մեկը հանրայնացրեց դա, հետո իրենք ստիպված եղան եւս բարձրաձայնել այդ մասին, խոսքս պարգևավճարների մասին է։ Արտոնյալները ԿՊ-ական ստացան 6 միլիոնից մինչև 9 միլիոն եւ երևի ավել դրամի պարգևավճարներ, որը մեր բոլորի հարկերից, մեր պետական բյուջեից հատկացված պարգևավճարներ էին ԿՊ-ական արտոնյալ падգամավորներին եւ նախարարներին։ Եվ այս ամբողջը նրանք մեկնաբանեցին հետևյալ կերպ, որ պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, որ լավ աշխատի, որ դա խրախուսի բարձր կատարողականությանը, պետական ծառայությունն էլ դառնա գրավիչ։ Հիմա երեկ էլ Փաշինյանը մի ուրիշ բան էլ ավելացրեց, որ այ ձեր տարիների դա էլ ուղղված էր Հայաստան խմբակցությանը, պատիվ ունեմ խմբակցության, այսինքն նախկին երկու նախագահներին, որ ձեր թալանածն ենք բերել եւ ապարգևավճարների տեսքով տարածում ենք, այսինքն ինչպես միշտ են հին երգը նորից պտտվեց։ Լավ, հիմա այդ թեման նախկիների իր դաշտում թող մնա, բայց մենք հիմա հասկանանք ինչու պարգևավճար, եթե ուզում են, որ լավ աշխատեն պաշտոնյաները, թող աշխատավարձերը բարձրացնեն։ Ինչու չի գնում աշխատավարձերի բարձրացման ճանապարհով, այլ գնում է այսպես գաղտագողի պարգևավճար տալու ճանապարհով։ Այստեղ գոնե թե երկու հանգամանք հաստատ կա։ Ես նախ ձեր կարծիքը կուզեմ իմանալ, հետաքրքիր էլի, ինչու է այսպես։ Շահագրգռում է իրեն Ասեմ, հա։ կապված է պահում, դիմաց նախընտրական ընթացք է ձայներ բերելու հարցեր բան կան, հա։ Խնդրեմ։ Այո, ամբողջը նախընտրական շրջանի հետ է կապված, սա ընտրակաշառքի ձև է, Ահա, այն իր թիմակիցներին, իհարկե մեր հաշվին, այո, բոլոր հարկատուների հաշվին, բայց եւ այնպես դա ձևերից մեկն է։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, աշխատավարձերը եթե բարձրացնեն, մեր պետական համակարգում շատ աշխատողներ կան, որոնք շատ արժանավոր աշխատողներ են, որոնք պետության համար օր ու գիշեր աշխատող մարդիկ են, բայց նրանք ցավոք սրտի պարգևավճար կարող է ստանան շատ չնչին գումարներ,
աշխատավարձն շատ ցածր է, այսինքն եթե հարցը գնում է նրան, որ սրանով նրանք խրախուսում են պետական համակարգի գրավչություն, դա այդպես չէ, նրանք ուղղակի խրախուսում են ՔՊԻ անձնակազմին եւ դա է ուղղակի հարցը, որովհետեւ իրականում այդ պարգևավճարների մեծ մասը ստացել է կառավարման վերին օղակի աշխատակիցները եւ նախարարներ, փոխնախարարներ եւ այլն, նրանք ասում են մասնագետները չեն գա աշխատեն պետական համակարգ, նրանք լավ մասնագետներ, կներեք ով է լավ մասնագետը, այդ միլիոններ ստացողներից մի հատ ասեք ով է իրանցից լավ մասնագետ, բոլորի աշխատանքային պրակտիկան ինչ որ գալիս է մինչև 2018 ինչ-որ անհայտ բաներ են, մեկ էլ 2018-ից պատգամավոր, չգիտեմ, մարզպետ, նախարար, փոխնախարար, ասենց ինչ-որ միանգամից շատ Թռիչք։ մեծ թռիչք է կատարվում եւ խոսել ուղղակի արդյունավետության մաս, դա ես կընդունեի, եթե մենք խոսեինք ամբողջ պետական համակարգի արժանավոր աշխատողներին պարգևատրելու եւ իհարկե պարգևատրելն էլ պետք է հիմնված լինի աշխարհում էլի երևի չեն լսել KPI ասվածը կա, այսինքն մարդը գործ է անում իր արդյունքի հիման վրա վարձատրվում է KPI-ի հիման վրա, այսինքն ստացած արդյունքի հիման վրա, այլ ոչ համատարած բոլորը ստանում են, մեկը սուրճ է խմում ուղակի, ստանում է էլի պարգևավճար այնքան, ինչքան այն մարդը, ով տքնաջան աշխատում է օր ու գիշեր պետական համակարգի համար։ Իմիջիալոց ասեմ, պետական համակարգում աշխատողները, ովքեր իրոք շատ լավ աշխատողներ են, իրենք աշխատում են հայրենիքին ծառայելու մղումով եւ առաջնահերթ կարծում եմ նրանց պետք է լինի խրախուսումը, այլ ոչ այն քաղաքական պաշտոնյաներին, որոնք որ ուղղակի իհարկե որոշումներ կայացնելը եւս շատ բարդ գործ է, բայց առաջին հերթին այդ տքնաջան աշխատող մարդկանց պետք է, այսինքն հասարակ մասնագետներին, ավագ մասնագետներին եւ այլն, նրանց տալիս են չնչին գումարներ, իրենք ստանում են միլիոնավոր դրամներ եւ հետո էլ խոսում են արդարությունից, արտոնյալներից, ինչ արտոնյալ չլինելու մասին է խոսքը։ Արտոնյալ այսօր ունենք ՔՊ վերնախավ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավը իրավասու է անել ամեն ինչ, մնալ անպատիժ։ Դրա համար Այո, ուղղակի ծիծաղալու է խոսել նման տերմիններով արտոնյալների բացակայության մասին։ Մենք տեսնում ենք, որ դա այո։ հստակ գոյություն ունի։ Մարկոսյան, եւ ավարտենք մեր այսօրվա հարցազրույցը, որը բավական հետաքրքիր, բազմաբովանդակ եղավ։ Ա, Գիտեք, շատ կարևոր է նաեւ այս հանգամանքը, հա։ Դուք հնչեցրեցիք շատ կարևոր կետեր, տվեցիք խոստումներ, բայց փաստերի վրա հիմնված, հա, փաստերի։ Ասում եք 300,000 աշխատատեղ եւ ասում եք ինչպես։ Ասում եք դեղերի գների իջեցում, ասում եք ինչպես, այսինքն միայն լոզունգներ չեն հնչել, դա է էլի եղել, որ նաև մարդիկ հետաքրքրված են, կոնկրետ առաջարկներով եք, գործնական հարթություն եք բերել, բացելով այսպես լոզունգները։ Սովորաբար քաղաքական ուժերը նաև նախընտրական ընթացքում հիմնական լոզունգներ են հնչեցնում, տակը գործնականը չի երևում, շատ գնահատելի է, որ ձեր պարագայում դուք շեշտադրեցիք այդ 5 կետերը, տալով նաև պատկերը, թե դուք ինչպես եք դա պատկերացնում եւ ժողովրդի համար դառնում է տեսանելի, հասկանալի, որ վաղը գնա ընտրության, հասկանա այս ձայնը ինչու պիտի տա, ասենք տվյալ ուժին։ Բայց հենց երևի դա է պատճառը, որ մեծ աղմուկ է այս ձեր քննարկումը, առհասարակ վերջի շրջանում, երբ որ դուք նաև մարզեր եք այցելում, այնտեղ կատարվող պատկերն եք վերհանում, նորից ներկայացնում եք, որ ինչպես պետք է շտկել այս իրավիճակը, ինչպես գյուղը պետք է կարգի բերել, որպեսզի գյուղը չաշխատեց, գյուղը չապրեց, գյուղը դատարկվեց, քաղաքը դատարկվում է։ Գյուղը դատարկվեց, պետություն չես կարող ունենալ հզոր, դա այնքան պարզ բան է, որ բոլորս գիտենք եւ շատ լավ է, որ դուք հենց այդ այցերի ժամանակ էլ հենց այդ խնդիրը նաեւ գյուղերից բերում բարձրաձայնում եք, բայց լավ հիշենք, թե ինչ էր կատարվում սոցիալական հարթակներում ՔՊ-ի այսպես սատելիտների կողմից, հա, նրանց հարող շրջանակների, դրանք կուսակցություններ, փոքր ուժեր, չգիտեմ, անհատներ կլինեն,
սուր քննադատություն ձեր ամեն մի խոսքին, իհարկե քննադատությունը ես հետևել եմ հիմքեր չունեն, բայց ասենք վիրավորական արտահայտություններ են։ Այն որ ուղղակի վիրավորանք, նսեմացնել, վարկաբեկել, փորձել ժողովրդի մոտ վստահությունը զրոյացնել ձեր նկատմամբ։ Ինչ կասեք այս մասին, հա, այսինքն մի եւ ներկայացնում են, թե այ Սամվել Կարապետյանի ուժը ուժի նպատակը ուղղակի նախընտրական խոստումներ տալն է եւ պոպուլիզմով է զբաղված։ Ես կխնդրեմ դուք ձեր կարծիքը ասեք, հա։ Ծիծաղում եք, ժպտում եք, ես հասկանում եմ, թե ինչու, պարոն Ուղղակի շատ ծիծաղալի է, երբ որ կփն ինչ որ մեկին կարող է մեղադրել պոպուլիզմով զբաղվելու մեջ, դա ուղղակի ծիծաղալի է, այսպես ասած, եփած հավի ծիծաղներ կգա դրա այդ արտահայտության հա, վրա, ես հասկանում բայց եմ, դուք եք այնուամենայնիվ, ասում, ինչպես նշեցիք, իրենք չունեն որևէ հիմք, հիմնավոր քննադատություն իրենք չեն կարողանում ընդունել, քանի որ թույլ են եւ մասնագիտորեն են թույլ եւ որպես անձնավորություններ են թույլ, իրենք թույլ են, անցնում են վիրավորանքի, երբ որ դու ոչինչ չունես ասելու, ստիպված ես վիրավորել, որ ինչ որ ձև լսելի լինես, դրա համար իրենք իրենց բլոգերները տարբեր հարթություններում փորձում են ինչ որ սևացնելու միջոցով պիտակներ կպցնելով փորձում են իրենց չարածները հիմնավորել մեզանով, ինչ որ էլի աբսուրդի ժանրից է, բայց երբ որ ասում ես, ինչ բան չես արել, ասում այ ձեր պատճառով չեմ արել, իրենք այս 8 քանի տարի է, 8 տարի է հեսա դառնում իշխանության են, էլի նախկիններ արդեն ճիշտ ասած հոգնեցրել են հա, բոլորին, իրենց նախկինները ասելով, բոլորին նույն ինչ երգ երգում են, միևնույնն է նախկինների մասին է այդ երգը լինում եւ արդեն բոլորը հոգնել են այդ ամեն ինչից։ Մարդիկ մի հատ վիճակագրական տվյալ են ասում են, այս ինչ բանը սխալ է կարա, չգիտեմ, 10% մեկը հարցնի, ասենք գյուղատնտեսությունը ինչի է անկում ապրել, էլի 7 տարվա ընթացքում բավականին մեծ անկում ունեն գյուղատնտեսություն։ Ես համոզված եմ, էլի կգնանք ասեն նախկիններն են մեղավոր, որ հավաստար։ գյուղատնտեսությունը նվազել է։ Դրա Մհմ, համար այն որ մի քիչ լոգիկայից դուրս է իրենց ասածները մեկնաբանել։ Մարդիկ թույլ են, չեն կարողանում հիմնավորել փաստերով, անում են պիտակավորումներ, անում են վիրավորանքներ, տալիս են վիրավորանքներ, դա է ուղղակի բացատրությունը, դա է ուղղակի մարդիկ անզորությունից, փաստեր ներկայացնելու անզորությունից ուղղակի վիրավորում են։ հասկանալի, բայց մ, նաև խիստ քննադատելի պահվածք է։ Այսինքն իշխանությունը փոխարենը իր քայլերը շտկի, իր քաղաքականությունը շտկի, զբաղված է մեկ ուրիշներին վարկաբեկելով եւ դրանով էժան այսպես դիվիդենդներ շահելով։ Երբ Կներեք, իրանք պետք է հնարավորություն ունենան շտկելու, իրանք ա, չունեն այդ մասնագիտական որևէ կարողություն, մ, չգիտեմ, բանակցելու, գնում են գործարան են ցույց տալի, այդ գործարանը արդեն 3 անգամ ցույց են տվել, որ կառուցվում է, այսա բացվում է, չգիտեմ, մետրո են կառուցում, 10 տարի է մի հատ մետրո են կառուցում, այն որ արդեն ցույց են տվել, որ իրենք անզոր են, անգամ, ա, չգիտեմ, դուրս եկեք ձեր շենքից, կարողա ոտքի սառույցից ընկնեք, մի բան ջարդեք, էլի, դա անգամ սառույց չեն կարողանում այս մարդիկ մաքրել, որ մնաց, չգիտեմ, մեծ ներդրումներից խոսել է։ Դա է իրողությունը։ Ուղղակի մարդիկ իրենց անզորությունից, քանի որ չունեն այդ բազան, չունեն մասնագիտական ունակությունները, չունեն բանակցելու ունակությունները, փորձում են ուրիշին սևացնելով իրենց արդարացնել, բայց ա, մարդիկ, ովքեր կարողանում են դատել, կարողանում են հասկանալ, այդ ամեն ինչը հասկանում են ու բոլորն էլ հասկանալի է, թե ինչա տեղի ունենում։ շնորհակալ եմ այս վերլուծության համար եւ ամեն անգամ մենք հանգում ենք այն եզրահանգման, որ մեր ժողովուրդը, ով ներուժ ունի, ով խելացի է, ով աշխատասեր է, հայ մարդը չէ, աշխարհում է հայտնի հայի ներուժը, ստեղծագործ միտքը արժանի չէ
մեր ժողովրդին նման իշխանություն, որ պիտի ունենայինք մենք, էլի, պետք է հետևաբար ճիշտ հետևության գալ եւ իրավիճակ շտկել գոնե ընտրություններով։ Ես շատ շնորհակալ եմ պարոն Մարկոսյան այս հետաքրքիր զրույցի համար։ Ինձ մնում է վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով ես զրուցում էի տնտեսագետ մեր ձևով շարժման անդամ Աշոտ Մարկոսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։